0-18 տարեկան շահառուների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի ծրագրին գումար հատկացնելու մասին հարցազեկուցող առողջապահության նախարար Անահիտ Աղվանեսյան, համեցեք տիկին Աղվանեսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սույն նախագծով առաջարկվում է 570 միլիոն դրամ հատկացնել 10-ից 18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի համակարգը ներդնելու համար։ Նշեմ, որ 0-ից 9 տարեկան երեխաներին արդեն կառավարությունը նախորդիվ 181 միլիոն դրամ հատկացրել է։ Այս որոշումներով կառավարությունը առաջնահերթություն տալով երեխաների առողջության պահպանման եւ իհարկե նաեւ կյանքի որակի ապահովմանը 1100 երեխաների համար կմեկնարկի շաքարային դիաբետի կառավարման լիարժեք, խնայող եւ ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգով։ Այս համակարգում ներառվելու են վերջին սերնդի սենսորներ։ Մեր շահառուները օրական 5-ից 6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց եւ երեխաների համար մատը ծակելը թե հոգեբանական եւ թե շատ առումով կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում եւ հաճախ նաեւ հրաժարվում են երեխաները այդ չափումները իրականացնելուց, ինչը հանգեցնում է նաեւ ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն։ Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել թե հիպոգլիկեմիկ, թե հիպերգլիկեմիկ շոկերը եւ ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը եւ դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով։ Այս համակարգերը թվային են ամբողջովին եւ տվյալները հավաքագրվելու են հեռավար ձևաչափով եւ առնվազն 5 մեծ կարողանալու է հետևել երեխայի ուրեմն ցուցանիշներին, բժիշկը, ծնողը, եթե անհրաժեշտություն լինի դաստիարակը, ուսուցիչը։ Այս սենսորների օգտագործումը նաև դպրոցահասակ եւ մանկապարտեզ հաճախող երեխաների համար հնարավորություն կտա, որպեսզի բժիշկները ճիշտ ժամանակին արձագանքելով ուրեմն նաև կարողանանք հեռավար մեր դաստիարակների եւ բուժքույրերի միջոցով ապահովենք երեխաների թե անվտանգությունը, թե առողջության ապահովումը։ Պարոն վարչապետ, նաև նշեմ, որ մենք 2025 թվականին նաև վերանայել ենք ուրեմն մինչև 28 տարեկան անձանց համար էլի չափման ուրեմն ստրիպերի քանակները եւ ներառել ենք նաեւ 18-ից 28 տարեկանների համար եւ սա եւս կարծում եմ շատ կարեւոր քայլ է, որը որ ընդհանուր առմամբ դիաբետի վարման առումով մեր երկիրը դնում է ժամանակակից ուրեմն քարտեզի վրա։ Ուզում եմ նշել նաեւ, որ այս բոլոր միջոցառումները ուղղվում են նաեւ, որպեսզի մեր երեխաները չհամարվեն հաշմանդամ։ Դիաբետը նորագույն այս դեղամիջոցներով եւ սարքավորումներով կառավարելու պարագայում դառնում է կենսաձև եւ սա է նաեւ մեր քաղաքականությունը՝ ապահովել երեխաների լիարժեք կյանքը, ֆունկցիոնալությունը եւ հրաժարվել նախկինում հաշմանդամացման տրամաբանությունից եւ ուզում եմ ասել, որ այս երեխաների ծնողները նաեւ շատ կազմակերպված պացիենտների պաշտպանության ուրեմն ասոցիացիա ունեն, ինչը շատ կարեւոր է ու գովելի է ու շատ սպասում են եւ շնորհակալությունն են հայտնում կառավարությանը այս որոշման համար։ Շնորհակալ եմ։ Այո, տիկին Աղվանեսյան, վերջին ամիսներին ես էլ եմ շատ հաճախ շփվում դիաբետ ունեցող երեխաների ծնողների հետ, մարզային այցերի ընթացքում մի քանի անգամ եղել, որ նրանք մոտեցել են գործնական ամենօրյա ռեժիմով էլեկտրոնային փոստով նամակներ եմ ստանում։ Մենք այս ընթացքում իրենք երկու հիմնական հարց էին բարձրացնում, հարցերից մեկը սա էր եւ ուրախ եմ, որ լուծվեց, դուք ասացիք 1100, խոսքը ըստ էության բոլոր հաշվառված շահառուների մասին է, այսինքն ոչ թե մենք ընդհանուր դիաբետ ունեցող երեխաներից 1100-ի համար ենք սա անում, այլ անում ենք բոլորի համար, պարզապես թիվը, որ այս պահին, այսինքն պետք է լրացվի ամբողջանալու համար 1100 է եւ երկրորդը, ինչպես այս դեպքում մյուս դեպքերում էլ էլի հաշմանդամության հետ կապված խնդիրներն է բարձրաձայնվում։ Օրինակ նախորդ օրը, երբ որ մենք դպրոցների բացման համար մարզեր էին գնում, մի կին մոտեցավ եւ ինձ ասաց, որ իր երեխան քաղցկեղ է ունեցել
եւ ըստ էության հաղթահարել է, ես հատուկ հետաքրքրվեցի արդյոք պետպատվերով եւ ինքը ասացա եւ իր բողոքն այն էր, ասում էր, բայց հաշմանդամության կարգ չեն տալիս։ Ես ասում եմ, հարգելից նախ շնորհավորում եմ, որ բուժվել է, սկսենք դրանից, եւ երկրորդն էլ մենք հիմա ընդհանրապես երևի այս մեր բառապաշարն էլ պետքա փոխենք, որովհետեւ ամբողջ համակարգն է փոխված։ Մենք հիմա խոսում ենք անձի ֆունկցիոնալության գնահատման մասին։ Այսինքն մենք այդ համակարգը նրա մասին չէ, թե մարդու առողջական վիճակը ինչպիսին է, որովհետև մի 21-րդ դարում մանավանդ 40-ից վերև դժվար է կատարյալ առողջ մարդ շատ դժվար է գտնել։ Խոսքը նրա մասինն է, թե մարդը ինչ ֆունկցիաներ են, որ չի կարող կատարել։ Եթե մարդը ենթադրենք մի տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ քաղցկեղից բուժվել է, այդ բուժման ընթացքում ընդ որում պրոցեդուրաները ուրիշ են։ Եվ բուժվել է ֆունկցիոնալությունը, ինչ նշանակում ֆունկցիոնալությունը, որ մարդու կենսագործունեություն, մարդը կարող է լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ գործողությունները կատարել։ Եվ սա է այն փոփոխությունը կամ արդեն ինչ սահմանափակումով կատարել։ Կա հենց այդ է գնահատվում, ոչ թե գնահատվում է մարդը ինչ առողջական վիճակը ոնց է, այլ գնահատվում է թե իհարկե ներառյալ այդ առողջական խնդրով արձանագրած իր անձի մարմնի ֆունկցիոնալությունը ինչքան է։ Եվ հետեւաբար հիմա այս հարցը, այսինքն այս երկրորդ հարցը մենք էլի տարբեր առիթներով, տարբեր շահառուների խմբերով, ընդ որում սա էլ հարգելի գործընկերներ, այն բարեփոխումներից մեկն է, որ իրականացնելու համար անհրաժեշտ էր, այո, պետք է ասել, խիզախություն, որ գնալ եւ այդ բարեփոխումը անել, ասել հարգելի ժողովուրդ, մենք հիմա անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգով են գնալու, որը աշխարհի առաջատար փորձն է։ Մենք ոչ թե նոր բան ենք օրինել, այլ պարզապես մեր պրակտիկաները համապատասխանեցրել են աշխարհի լավագույն առաջադեմ փորձին, որը նաև, գիտեք ինչ, այդ մեր իրականության մեջ դա սոցիալ հոգեբանական նշանակություն էլ ունի, որտեղ մենք մարդուն այնուամենայնիվ հոգեբանորեն կարգաբերում ենք իր հետագա կյանքին տրամադրելու համար։ Մեր ուղերձը մարդուն է, որ մենք աջակցենք ձեզ ամեն ինչով եւ որպեսզի ձեր ֆունկցիոնալությունը լինի այնպեսին, որ դուք ինքներդ ձեր աշխատանքով, ձեր կրթությամբ ձեր կարիքները կարողանաք հոգալ։ Հիմա մյուս հարցը, որ մեր հարգելի ծնողները բարձրացնում էին, հենց սրա հետ էր կապված, որ երեխեքը օրը քանի անգամ մատը պետք է ծակեն եւ այլն եւ այլն։ Հիմա ես ճիշտ եմ հասկանում, չէ՞, որ մենք այս որոշման պետական բյուջեից այս սարքերը գնում ենք, տրամադրում ենք եւ իրենք թևին է կապվում այդ սարքը։ Այսինքն թևին կապվում է եւ գործնական փակցվում է գործնականում 24 ժամ, ես հասկացա, որ դա նաեւ էլեկտրոնային գործ, այսինքն օրինակ սմարթֆոնին կապվում է եւ ծնողները օրվա ցանկացած ժամի եւ ենթադրում են, որ կլինեն նաեւ հավելվածներ, որոնք դինամիկա ցույց կտան, ինչա տեղի ունենում։ Եվ դրանով ըստ էության մենք այս խնդիրը կփակենք։ Մենք հիմա միջև 18 տարեկանը ինչ որ սոցիալական նաեւ աջակցություն ենք տրամադրում, թե չենք այլ ծրագիր կա, թե սրանով սահմանափակում ենք։ Այսինքն մենք այս, չէ, բայց բանը ինսուլինը տրամադրվում է, չէ՞։ Հա, ինսուլինը ցմահ է տրամադրվում։ Ինսուլինը ինչքան է տրամադրվում։ Պարոն վարչապետ, մեր երկրում բոլորը ինսուլին ստանում են, բայց մինչև 28 տարեկանները ստանում են շպրիցներով, անալոգներով, այսինքն նորագույն ինսուլինները շատ հեշտ կիրառության եւ ոչ միայն ինսուլինները, այլ նաեւ այլ դեղորայք, որը դիաբետի կառավարման համար մտած է այս ծրագրի մեջ։ Հիմա այսինքն ես նկատի ունեմ այնպես չի, որ մենք մարդկանց իրանց խնդրի հետ մենակ ենք թողում։ Ոչ, մենք ասում ենք, մենք խնդրի հետ առնչվում ենք հասցեական։ Իսկ սարքերի հետ կապված, ասեք, միջև 27 տարեկանների հետ կապված փոփոխություն ենք անում, դա ինչ փոփոխություն է։
Առաջ մինչև 25 թվականը մենք այդ ստրիպերը, որոնք որ մատը ծակելով տրամադրում ենք մինչև 18 տարեկաններին, մենք տարիքային շեմը բարձրացեցինք եւ մինչև 28 տարեկաններին տարեկան 300 հատ տրամադրում ենք ստրիպերից։ Այսինքն 18-ից 28-ը կշարունակենք այդ հին մեթոդով ստրիպերը տրամադրել, սա եւս կարեւոր է, որ երիտասարդները ունենան հնարավորություն շատ հաճախակի չափեն իրենց ուրեմն դիաբետի առումով եւ կառավարեն։ Այսինքն այս հասկանում եմ երեխաների հարցը արմատապես լուծում է։ Այսինքն սարքերը տրամադրել, իսկ հա ժամկետը չմոռանանք, հիմա էլի կխոսանք, հեսա շաբաթվա վերջ կքննարկվի, որ ասեցին, բայց դեռ չի հասել։ Սարքերը երբ կհասնեն։ Պարոն վարչապետ, մատակարարումները սահմանված են մինչև տարեվերջ եւ այսպես խմբականակներով մենք կստանանք այս սարքերի տեղադրումը որոշակի իրենից նաեւ խորհրդատվություն է ներկայացնում եւ այդ ամեն ինչը մտած է։ Այսինքն երեխաները կհրավիրվեն, իրենց բժիշկը եւ բուժքույրը ամբողջապես կիրականացնի փակցնումը սարքի եւ նաեւ կրթական հատվածը եւ այսպես խումբ մենք մինչեւ տարվա վերջ ուրեմն պիտի ապահովենք։ Իսկ դա ինչքան է կիրառվում մի անձի թևին փակցրեցին, դա ինչ ժամկետ ունի։ 1 տարի է այդ մենք ծրագիրը կազմել ենք 1 տարվա տրամաբանությամբ եւ հաջորդիվ անընդհատ լրացնելու ենք հաջորդի տարիներին։ Այսինքն, որ հիմա մի տարի տալիս ենք, ասում ենք մի տարուց հետո էլ գործ չունենք։ Չէ, պարոն վարչապետ, եւ ինչպես նշեցիք, բյուջետային ծրագիր է սա ըստեյության։ Այո։ Եվ 2000 հաջորդիվ տարիների մեջ արդեն այս հաշվարկները ներառված են մեր բյուջետային ծախսերի մեջ եւ հաջորդիվ էլ երեխաներ նոր հայտնաբերման պարագայում նրանք ավտոմատ կմտնեն այս ծրագրի մեջ։ Շատ լավ, համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ։ Տիկին Աղանեսյանից ճիշտ գիտեմ, որ այս սարքերն նաև իրենց միջ ինսուլին ունեն, որոնք ներարկում են այդ սարքերն, հա։ Դուք ճիշտ եք, որ կան այդպիսի սարքեր, որոնք ավտոմատ ներարկում են ինսուլինը, չէ, դրանք այս սարքերը չեն, դա էլ հուսանք հաջորդիվ զարգացումների պարագայում, այո, կկարողանանք։